ինձ չի ընձեռվել, որովհետև ասվել է, որ դա կարող է տեղի ունենալ միգուցե ուրբաթ օրը, այսպես, այսինքն անորոշ պատասխան է տրվել, մինչդեռ դուք նաև որպես դատարան կողմին զրկել եք հավասարության սկզբունքից եւ այստեղ տեսեք, ես ինչու եմ ուզում ծանոթանալ գործինյութերի հետ, ամսի 5-ին դուք որոշում կայացրեցիք պարոն Ղուկասյանի խաբհման միջոցը թողնելով նույնը, թեպետ նրան, որ մենք ձեզ ներկայացրել ենք բավական ծանրակշիռ հիմքեր, որոնք կապված են պարոն Ղուկասյանի կալանքի անհամատեղելիության հետ, նրա առողջության հետ կապված խնդիրների։ Այդ որոշումը մենք չենք ստացել։ Բացի այդ, դուք որոշում կայացրել եք, որ իմ միջնորդության հիման վրա եւ գտել եք դա բանավոր եմ ես իմացել այդ մասին, որ բավարարվել է մասնակի, այդ որոշումը նույնպես մենք չենք ստացել։ Բացի այդ, ես դեռ ձեզ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին միջնորդություն էի ներկայացրել կապված պարոն Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման հետ։ Այդ քաղաքական հետապնդման հետ կապված հիմքերի եւ նրա կալանքի տակ պահելու հետ, այդ մասին նույնպես ես որոշում չեմ ստացել։ Պատվարման դատարան ես ստիպված եմ եւս մեկ անգամ առարկել փաստաբանի գործողությունների դեմ։ Տեսեք, պատվարժան դատարան, սա քրեական դատավորություն է, այստեղ ելույթներ ունենալու տեղ չի, էլի սա պարզապես։ Հիմա խնդրում եմ պարզաբանել ինչ փուլում ենք գտնվում, ինչ միջնորդություն ենք լսում, թե դժգոհություն ենք լսում, թե ինքնաբացարկի միջնորդություն ենք լսում։ Իմ համար անկեղծ ասած հասկանալի չի, ինչ է կապը։ Դատարանի համար, այսպես ասած, հաշվի առնելով ներկայացված դիրքորոշումների ընթացքը ենթադրաբար բացարկի միջնորդություն եք պատրաստում ներկայացնել։ Այո, պատրաստում եմ, բայց հիմա ես խնդրում եմ այդ հայտարարություններս ես անում եմ, որովհետև դուք մեր կողմին, հասկացան, դուք մեր կողմին զրկել եք հավասարության պայմաններից։ Այսինքն, դուք կայացրել եք 3 որոշում, եւ այդ որոշումները կայացվել են շուրջ 2 շաբաթ առաջ, մեկն էլ կայացվել է, այն որոշումն էլ եք դուք մերժել 17-ին, բայց այդ որոշումը նույնպես չեք տրամադրել։ 17-ի որոշումը ներողություն էլի արդեն ներկայացնում եք այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Դեկտեմբերի 17-ին քննության առարկա է դարձվել մեղադրել նկատմամբ կիրառված խափանմիջոցի հարցը, ինչպես նաև փորձաքննության նշանակման վերաբերյալ հարցը։ Ինչպես նաև 2 հավելյալ միջնորդություններ էին եղել պայմանների հետ կապված պարոն Ղուկասյանի եւ քաղաքական հետապնդման հետ կապված։ Թողնեք դատարանը պատասխան։ Դատարանը իր որոշմամբ արձանագրել է, որ համապատասխան հանգամանքներին ավելի ճիշտ համապատասխան բոլոր հանգամանքներին որոշմամբ անդրադարձ կատարվել է։ Այդ որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, վերաքննիչ դատարանը թողել է օրինական ուժի մեջ։ Ինչ վերաբերում է փորձաքննության նշանակմանը, ստացվել է փորձագետի եզրակացությունը, դեռևս հասցեագրվել է պաշտպանության կողմին։ Ինչ վերաբերում է դատարանի կայացված մյուս որոշումներին, ապա հարկադրաբար ներկայացնելու մասին որոշումը դարձյալ հասցեագրվել է կողմերին ուղարկվել է։ Ինչ վերաբերում է խափանմիջոցի առնչությամբ դատարանի նախկինում կայացված որոշմանը, ինչպես նաև լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, ապա դա դեռևս չի հասցեագրվել կողմերին, դատարանը արձանագրում է, որ վաղն առավոտյան եւ դրանք ուղարկվել թե պաշտպանության կողմին, եթե ցանկություն կա կարող է անդրադարձ տալ, թե համապատասխան դատաբժշկական գիտագործնական կենտրոնին։ Սա այդ հանգամանքների հետ կապված դատարանը արձանագրում է նաև, որ ինչ վերաբերում է հավասարության ինչ-որ պայմանների խախտմանը կամ դες հնարավորություն չընձեռելուն, դատարանը վերստին ընդգծում է, որ քրեական գործը երբ որ ստացվել է դատարանում կազմված հատորները հիմնականում ծանոթագրերի եւ դրությունների բնույթ ունեն, դատարանը որևէ կաշկանդվածություն չունի դա որևէ կողմի ներկայացնելու համար, ուղղակի դատարանը իր աշխատակազմի միջոցով դες փոխանցել է, որ դրանք դեռևս կարված համարակալված վիճակում չեն գտնվում, դրանք պատրաստ կլինեն եւ ուրբաթ օրվա ընթացքում դες ծանոթացման կներկայացվեն։ Այս դատարանը արձանագրում է, որ ձեր պաշտպանության իրավունքի իրացմանը որևէ խոչընդոտ կամ գործունեություններին ծանոթանալու հետ կապված որևէ խոչընդոտ առնվազն դատարանը որևէ կերպ չի հարուցել։ Այսինքն ես լիովին ճիշտ եմ հասկանում, որ դատարանը 2 շաբաթ է մերժել է որոշմամբ պարոն Ղուկասյանի կալանքի հետ կապված հարցը, այսինքն կալանքից չի ազատել,
որոշել է մերժել մեր միջնորդությունը, բայց այդ միջնորդությունը ամսի 5-ից ներառյալ այսօր եւ պարզ չի մենք չունենք։ Այսինքն անհապաղ անձին տրամադրել իր հիմնարար իրավունքների հետ կապված որոշումը, որը նա հնարավորություն ունենա բողոքարկի արդյունավետորեն, դուք չեք տրամադրել։ Այո, դեռևս որևէ կողմի հասանելի չի դարձել։ Այս մեկը այդպես։ Իսկ ինչ վերաբերում է ես ձեզ լրացուցիչ փորձաքննության վերաբերյալ միջնորդություն չեմ ներկայացրել դատարանին։ Ես ներկայացրել եմ կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն։ Մենք իմացանք բանավոր, որ դուք որոշել եք լրացուցիչ փորձաքննություն անցկացնել։ Այսինքն ձեր դիտարկմամբ դուք ինչ ներկայացնեք, ինչ բովանդակության միջնորդություն ներկայացնեք, դատարանը պարտավոր է այդ նույն կերպ որոշ։ Ներեցեք, դուք ասել եք մասնակի եմ բավարարում, բայց ես մասնակի ձեզանից ոչ մի խնդրանք նման չեմ ներկայացրել։ Այսինքն, եթե հենց դա եմ ասում, եթե դուք տրամադրած լինեք նաև մեզ այդ մերժման կամ մասնակի մերժման որոշումը, դա մեր համար պարզ կլիներ ինչու է կայանում ձեր մերժման այդ դիրքորոշումը, բայց քանի որ դա չեն ստացել, ուղղակի բանավոր դատարանից լսել ենք, որ մասնակի է բավարարում, ես հասկանում եմ, որ ես կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդություն էի արել, իսկ դուք բավարարել եք դա մասնակի։ Ձեր գործընկերների կողմից հնչեցվել է նաև լրացուցիչ փորձաքննության նշանակման միջնորդության։ Ներեցեք, ես իմ միջնորդության մասին էի խոսում։ Ես իմ միջնորդության իմ գործընկերները դրա առանձին միջնորդություն լրացուցիչի վերաբերյալ չեն արել։ Մենք արել ենք մի միջնորդություն, որին միացել են իմ գործընկերները կրկնակի վերաբերյալ։ Համակարծիք են իրենց գործընկերոջ ճշտում մենք ընտրել ենք նշանակի կրկնակի փորձակ։ Եթե դատարանը գտնի, որ այն ենթակա է մշտման,